Եկեք Տիրոջ հետ քայլենք։ Այսօրվա մեր նյութը կամ պատգամը եկեք Տիրոջ հետ քայլենք։ Ահա եւս 1 տարի անցավ մեր կյանքից մեկ ակնթարթի պես։ 2025 թվականը տարբեր դժվարություններով, նեղություններով, տարբեր իրավիճակներով անցկացրեցինք։ Ինչպես նաև վայելեցինք Տիրոջ սերը, Տիրոջ հոգատարությունը եւ անցանք 2025 թվականը եւ եկանք 2026 թվական։ Մի պահ երբ որ ետ ենք դառնում 2000-ականներ կամ 90-ականներ, մտածում ենք արդյոք կհասնենք 2020 թվականին, 2025 թվականին, բայց Տերը մեկ ակնթարթի պես բերեց եւ անցկացրեց։ Եվ Տիրոջը փառք ենք տալիս, որ Տիրոջ սերը, հոգատարությունը դժվար վիճակների մեջ վայելեցինք 2025 թվականի մեջ։ Մենք իբրև հավատացյալներ Տերը մեզ իր խոսքով հստակ պատգամ է տալիս եւ այսօր պիտի նայենք Տիրոջ խոսքի մեջ, թե 2026 թվականի մեջ ինչպիսի ընթացք պետք է ունենանք Տիրոջ առջև։ Նախ կարդանք Երեմիա 6-րդ գլուխ 16 համար։ Երեմիա 6:16։ Եթե ունեք Աստվածաշունչեր, դարձյալ միասին նայենք։ Տերը այսպես կսե. ճամփաներու վրա կայնեցեք ու նայեցեք եւ հին շավիղների համար հարցրեք, թե որն է բարի ճամփան ու նրա մեջ քայլեցեք, որպեսի ձեր հոգիների հանգիստը գտնեք։ Ճանապարհների մեջ կանգնեք ու նայեցեք, քննեցեք։ Գիտեք, շատ կարևոր է, որ մենք անդրադարձ կատարենք մեր անցած ճանապարհը, թե ինչ ճանապարհով անցանք։ Շատ կարևոր է իբրև հավատացյալներ մեր անցած տարին քննենք։ Արդյոք թույլ տվեցինք, որ Տերը միջամտի մեր կյանքի ընթացքում, մեր դժվար վիճակների ընթացքում։ Արդյոք թույլ տվեցինք, որ Տերը մեզ գրկած տանի մեր դժվար վիճակների մեջ, թե մենք փորձեցինք մեր հարցերը լուծենք։ Արդյոք Տիրոջ ուզածի պես քայլեցինք։ Սրանք շատ կարևոր հարցեր են, որ պետք է մենք մեզ քննենք, մեր անձերը քննենք, մեր անցած ճանապարհը քննենք։ Եվ Տերը պատվեր է տալիս ասելով. ընտրիր բարի ճամփան եւ նրա մեջ քայլիր։ Ինչու ընտրել բարի ճամփան, որպեսի ձեր հոգիների հանգիստը գտնեք, որպեսի հանգստություն ունենա հոգիդ։ Եսայա 2:5-ը դարձյալ նույն պատվերն է տալիս Եսայա 2-րդ գլուխ 5 համար։ Ով Հակոբի տուն կամ այսօր ով եղբայրության եկեղեցի, ով Տիրոջ զավակ,
եկեք Տիրոջ լույսովը քայլենք։ Ուրեմն Տերը պատվեր է տալիս, որպեսի իր լույսով քայլենք, իր լույսի, իր ճանապարհների մեջ քայլենք։ Ուրեմն Տիրոջ կողմից պատվերը այսօր մեզ այս է, որ իր ճանապարհների մեջ քայլենք։ Բայց այստեղ հարց է առաջանում, սիրելիներ, արդյոք մեր ամենօրյա կյանքի մեջ, այս չար եւ դաժան աշխարհի մեջ, արդյոք գործնականապես կարող ենք քայլել Տիրոջ հետ եւ Տիրոջը հաճելի լինել։ Մենք տեսնում ենք աշխարհի վիճակը, տեսնում ենք ամենօրյա տակն ու վրա վիճակները եւ ամեն օր մի նոր չարություն, մի նոր դաժանություն, մի նոր սպանություն եւ ամեն տեղ անխաղաղ վիճակներ։ Ուրեմն արդյոք հավատացյալը ի վիճակի է, կարող է քայլել Տիրոջ հետ այս աշխարհի մեջ։ Պատասխանը միանշանակ այո է եւ դարձյալ այո է։ Ու պիտի գնանք Տիրոջ խոսքին, որպեսզի տեսնենք, թե Տերը ինչ է սովորեցնում մեզ։ Աստվածաշունչը մեզ բազում հավատացյալների կամ հավատարիմ ծառաների հետ է ծանոթացնում, ովքեր քայլեցին Տիրոջ հետ այս աշխարհի մեջ իրենց ժամանակի ընթացքում։ Մի քանի օրինակներ պետք է նայենք, իհարկե օրինակները բազում են։ Առաջինը Եղիան, որ մեզպես կրքերի տեր մարդ էր, թեև այնքան հալածանքների մեջ, բայց քայլեց Տիրոջ հետ, քայլեց հավատարիմ Տիրոջ հետ եւ հավատարիմ մնաց Տիրոջը։ Դժվարություններ, նեղություններ, թագավորի կողմից հալածանք, մինչև անգամ իր մահն էին փնտրում, բայց հավատարիմ մնաց Տիրոջը։ Ենովքի համար կարդում ենք, որ ծննդոցից 7-րդ մարդն էր, Ենովքի համար կարդում ենք, թե 300 տարի քայլեց Տիրոջ հետ եւ այն էլ մարդկային պատմության ամենամութ եւ ամենամեղսալից շրջանի մեջ։ Նոյը, որ այդքան տարի հնազանդ եղավ Տիրոջը, անտեսեց մարդկանց ծաղրանքները եւ համարվեց արդարության քարոզիչ եւ Աստծո առջև շնորհ գտնելով կարողացավ փրկել իր ընտանիքը եւ մի ամբողջ մարդկային ցեղի։ Աբրահամը Աստծո բարեկամ կոչվեց, որ առանց հապաղելու, առանց մի վայրկյան կասկածելու թողեց իր հայրական տունը եւ հնազանդվեց Տիրոջ կանչին եւ հավատաց Տիրոջ տված խոստումներին։ Քեզ ազգերի հայր պիտի դարձնեմ։ Հովսեփ, որ խորհրդապատկերն էր Տեր Հիսուս Քրիստոսի, որ չմեղանչելով Տիրոջ առջև փրկիչը եղավ ամբողջ Եգիպտոսի, որ աշխարհն է խորհրդանշում, եւ Իսրայել ազգի իր ժողովրդին, ինչպես որ Տեր Հիսուսը իբրև մորթված գառնուկը։ Մովսես, որի համար կարդում ենք, թե Մովսես երկրի վրա ամենահեզ մարդն էր, որը նաև դեմարդեմ հանդիպում էր Տիրոջ հետ։ Գիտենք, թե Մովսեսը ինչ մեծ դժվարությունների միջով անցավ։ Մի ամբողջ Իսրայել ժողովուրդ, մոտ 2 միլիոն ժողովուրդ հալածում էր Մովսեսին իրենց դժվարությունների մեջ։ Ապա Դավիթ թագավորը, որ Դավիթ թագավորի համար կարդում ենք եւ Տերը վկայեց ասելով. Դավիթ գտա իմ սրտի համեմատ մարդ, որ իմ բոլոր կամքը պիտի կատարի։ Սիրելիներ, այս մարդիկ ապրել են տարբեր ժամանակների մեջ եւ երբ որ կարդում ենք իրենց կյանքը, հեշտ ժամանակներ չի եղել։ Ապա Դանիելը, որ ավելի նախընտրեց հասարակ կերակուրը, քան թե թագավորական ուտելիքը եւ իր հավատարմությունը Աստծուն, որի պատուհանները միշտ բաց էին իր աղոթքի ժամանակ։ Դանիելը, որ գերի էր գնացել եւ այդ ծանր օրերի մեջ հավատարիմ մնաց Տիրոջը։ Կարդում ենք նաեւ Դանիելի եւ իր ընկերների մասին, Սեդրակ, Միսակ եւ Աբեդնագով, որ հավատարիմ մնացին Աստծուն եւ Տիրոջ հետ քայլեցին 7 նապատիկ վառված հնոցի մեջ եւ մեծ
հավատարմության օրինակ եղան հեթանոս թագավորին եւ ժողովրդին։ Եվ կարող ենք այսպես շարքը թվարկել։ Եվ ինչքան բազում օրինակներ, անանուն սուրբեր եւ մարտիրոսներ, որոնք իրենց կյանքի ընթացքում մահվան միջով անցան, բայց հավատարիմ կերպով քայլեցին Տիրոջ ճանապարհով։ Թեև այրունալի վիճակներ, կրակներ, դաժան ու անմարդկային վիճակներ, բայց հավատարիմ Տիրոջը մինչև մահ։ Ինչու ենք այս մարդկանց հիշատակում, որպեսզի իրենց ընթացքը տեսնելով մեր հավատքը զորացնենք առ Աստված եւ մենք էլ շարունակենք մեր կյանքը հավատքով լցված քայլենք, ինչպես այս հավատքի հերոսները։ Եբրայեցիս 11-րդ գլուխ 35-ից 45 համարները Պողոս առաքյալը կամ Եբրայեցիս թուղթը գրողը այսպես է վկայում։ Եբրայեցիս 11-րդ գլուխ 35-ից 45 համարներ։ Կիներ իրենց մեռելները ընդունեցին հարություն առած, ոմանք չարչարվեցան եւ չընդունեցին ազատությունը, որպեսի լավագույն հարության հասնին։ Ուրիշներ ալ նախատինքների ու ծեծերու, նաեւ կապերու ու բանտերու փորձ առին, քարկոծվեցան, սղոցվեցան, փորձանքի մեջ ինկան, սրով սպանվելով մեռան, ոչխարի մորթերով ու այծի մորթերով պտտեցան։ Ոչխարի մորթը գիտեք, երբ որ չորանում է, սկսում է կծկվել եւ մարդու մարմինը սկսում է սեղմել։ Այծի մորթերով պտտեցան, կարոտություն քաշելով, նեղը իննալով, չարչարվելով, որոնց արժանի չէր աշխարհս։ Աշխարհը արժանի չէր այս չարչարանքներին, բայց հանուն իրենց հավատքի, հանուն Քրիստոսի այս մարդիկ այս դժվար եւ ծանր վիճակների միջով անցան։ Անապատների ու լեռների եւ այրերի ու երկրի խորոչների մեջ մոլորելով եւ ասոնք հավատքով վկայված խոստումը չարին, քանզի Աստված մեզ համար ավելի աղեկ բան պատրաստեց, որպեսի անոնք առանց մեզ չկատարվին։ Եբրայեցիս 11-րդ գլուխ 35-ից 40 համարներ։ Ուրեմն սիրելիներ, տեսնում ենք մի ամբողջ հավատքի հերոսներ մեր առջև։ Մի ամբողջ հավատքի մարդիկ, որ իրենց կյանքի ընթացքում այս դժվար եւ դաժան վիճակների միջով անցան։ Ուրեմն հավատքի հալածանքների մեջ ընկան իրենց երիտասարդ տղաներին, աղջիկներին, ինչպես նաեւ մանկահասակ երեխաներին, իրենց ծնողների աչքերի առջև մորթում էին, սպանում էին եւ մեծ կոտորածներ էին անում եւ իրենց հավատքի ուխտը անսասան պահեցին Տիրոջ հետ։ Ուր են այս սուրբերը։ Ինչ են անում այս սուրբերը։ Կարդում ենք Հայտնություն 7-րդ գլուխ 9-ից 12 համարներ։ Հայտնություն 7 9-ից 12։ Անկե ետքը տեսա մեծ բազմությունը, որ մեկը չէր կնար համրել, բոլոր ազգերեն ու ցեղերեն եւ ժողովուրդներեն ու լեզուներեն, որոնք աթոռի արչեւ ու գառնուկի արչեւ կեցեր էին, ճերմակ հանդերձներ հագած եւ ձեռքերնին արմավեններ բռնած եւ մեծաձայն կաղաղակային ասելով փրկությունը մեր Աստծունն է, որ աթոռի վրա կնստի ու գառնուկի եւ բոլոր հրեշտակները, որ աթոռի ու երեսների եւ 4 կենդանների բոլոր տիքը կեցեր էին, իրենց երեսներու վրա աթոռի արչև ինկան ու Աստծո երկրպագություններին ըսելով. ամեն օրհնություն ու փառք եւ իմաստություն ու գոհություն եւ պատիվ ու զորություն եւ կարողություն մեր Աստծուն հավիտյանս հավիտենից ամեն։ 12-11 Հայտնություն 12-11 Եվ անոնք անոր հաղթեցին գառնուկի այրունովը ու իրենց վկայությանը խոսքովը եւ իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։ Իրենց հավատքը ամուր պահելը ավելի նախընտրեցին, քան թե իրենց կյանքը։ Ուրեմն մենք այսօր
երանելի վիճակների մեջ ենք ապրում։ Մենք այսօր, սիրելիներ, ապրում ենք ավելի նպաստավոր եւ ազատ պայմաններում։ Այսօր ունենք խոսքի ազատություն, ազատ քարոզելու արտոնություն, եկեղեցիներ, որոնք շատ մոտ են մեր տներին, ճեմարաններ, հատուկ հոգևոր դպրոցներ, առատ Աստվածաշունչ ունենք մեր ձեռքերի մեջ եւ հոգևոր գրքեր։ Եվ երբեք այսքան առատություն եւ ազատություն չի եղել, ինչ հիմա մենք ունենք եւ վայելում ենք։ Բայց դարձյալ այս բոլորի մեջ կարևոր հարցը մնում է հետեւյալը. արդյոք Տիրոջ հետ են քայլում ինչպես մյուս հավատքի հերոսները։ Նրանք քայլում էին, որպեսի հասնեին դեպի խոստացյալ քաղաքը։ Նրանք քայլում էին, որպեսի հասնեին, թեև կարդացինք, որ թեև չտեսան, բայց հավատքով սպասում էին եւ հասան հավատքով, եւ մենք էլ նույն հավատքով պիտի քայլենք այս կյանքը, որ հասնենք դեպի ուր, դեպի խոստացյալ քաղաքը։ Եբրայեցիս 11:10 այսպես են կարդում։ Եբրայեցիս 11:10 Վասնզի ինքը սպասեր այն հիմերով հաստատված քաղաքին, որուն ճարտարապետն ու արարիչը Աստված է։ Ուրեմն մենք սպասում ենք այդ խոստացված քաղաքին։ Սիրելիներ, այսօր այս ազատությունը ունենք, որպեսի մեր ընթացքը ուրախությունով Աստծո հետ քայլենք եւ իրեն հաճելի լինենք։ Ինչպես կարդում ենք Եփեսացիս 5:10-ի մեջ, քննեցեք, թե ինչ է հաճելի Տիրոջը։ Ուրեմն պետք է քննենք մեր կյանքը, քննենք մեր օրերը, քննենք մեր տարիները եւ ինչն է Տիրոջը հաճելին, այդպես անենք։ Դարձյալ ետ գնանք Ծննդոց 5-րդ գլուխ 22 համար, Ծննդոց 5-րդ գլուխ 22 համար։ Ենովք Մաթուսաղան ծնանել են ետքը 300 տարի Աստծո հետ քալեց ու տղակներ ու աղջիկներ ունեցավ, ծնավ։ Ենովքի բոլոր օրերը 365 եղան։ Ենովք Աստծո հետ քայլեց եւ չեր գտնվեր, քանզի Աստված առավ զանիկա։ Մի պահ որ մտածենք այս մարդու մասին, իր հարատևությունը, Տիրոջ հետ քայլելու հարատևությունը ոչ թե 10 տարի էր, ոչ թե 50 տարի էր կամ 100 տարի էր, այլ 300 տարի։ 300 տարի եւ հավատարիմ մնաց Տիրոջ առջև։ Քայլեց հավատարիմ եւ Ենովքի կյանքի օրերի մեջ ավելի դաժան, ավելի վատ մարդիկ էին եւ ավելի դաժան երկիր էր։ Ծննդոց 6:5-ի մեջ այսպես են կարդում, Ծննդոց 6-րդ գլուխ 5 համար։ Եվ Տերը երբ տեսավ, որ մարդոց չարությունը երկրի վրա կշատնա եւ անոնց սրտի խորհուրդներու բոլոր գաղափարները չար էին ամեն օր։ Տերը տեսավ, որ մարդիկ ամեն օր ավելի են չարանում իր առջև։ Գաղափարները չար էին, իրենց մտածմունքները չար էին։ Եվ Ենովքը ապրում էր այս տեսակ չար մարդկանց մեջ։ Եվ Ենովքն էլ մեզպես կրքերի մարդ էր եւ տեսավ մարդկային ամեն տեսակ չարությունը, որոնք իրագործում էին իրենց ճանապարհի ընթացքում, բայց Ենովքի հավատարմության մասին տեսնում ենք եւ վկայություն է արվում, որ Ենովքը Տիրոջ հետ քայլեց։ Սիրելիներ, հավատարմությունը շատ կարևոր մի բան է։ Ոչ մի արժեք չի ունենա որևէ բան, եթե սկսենք եւ կիսատ թողնենք, չհամբերենք, չվստահենք, չհարատևենք։ Օգուտ չունի, եթե ճանապարհ դուրս գաս եւ կեսից ետ դառնաս։ Ոչ մի օգուտ չունի։ Մենք փրկություն չենք ունենա, եթե Քրիստոս այդ բաժակը չխմեր։ Մենք հավիտենական կյանքը չենք ունենա, եթե Քրիստոս խաչը չբարձանար։ Մենք հույսը չենք ունենա,
եթե Քրիստոս հարություն չառներ։ Եվ մենք հավիտենական կյանքի ուրախությունը, խաղաղությունը չենք ունենա, եթե Քրիստոս իր խոստումները չպահեր։ Բայց փառք ենք տալիս Աստծուն, որ Տերը մինչև վերջ հավատարիմ մնաց մեզ, եւ այսօր մեզ է քաջալերում մեր կյանքի տարիների ընթացքում հավատարիմ մնալ եւ հավատարմորեն քայլել Տիրոջ հետ։ Ուրեմն կարևոր է, որ մենք երբ որ տեսնում ենք այս ծանր դժվար վիճակները աշխարհի մեջ, շարունակենք Տիրոջը վստահելով հավատարմորեն առաջ գնանք։ Բայց շատ ցավալի է, սակայն որոնց մասին լսում ենք, թե չհամբերեցին իրենց ընտրած ճանապարհից դուրս եկան եւ ուրիշ տեղ գնացին։ Դարձյալ տեսնում ենք Աստվածաշնչի մեջ հերոսների, ովքեր որ անհավատարիմ մնացին Տիրոջը։ Օրինակի համար Ղովտիկինը, որ անհնազանդ գտնվելով Տիրոջ տված խոսքերին, ետ շրջվեց եւ աղի արձան եղավ։ Սավուղը, որ Տիրոջ հոգին ուներ, բայց թույլ տվեց, որ իր մեջ նախանձը արմատավորվի եւ գլուխ բարձրացնի։ Եվ Տիրոջ հոգին հեռանալով իրենից մինչև անգամ ինքնասպան եղավ։ Տեր Հիսուսը խոսեց 10 կույսերի մասին, որոնք իրենց հավատքի կյանքի ընթացքում քայլում էին եւ 5-ը հոգեվոր թմրության մեջ լինելով քնեցին։ Անանիայի եւ Սափիրայի մասին են կարդում, որոնք 3000 հոգիների հետ ապաշխարեցին, Տիրոջը դարձան եւ դրանից հետո Սուրբ Հոգու դեմ սուտ խոսեցին։ Դեմասը, ուր գնաց Դեմասը։ Դեմասը աշխարհը սիրեց, Պողոս առաքյալը վկայում է։ Ուր գնաց, Տերը գիտի միայն։ Դեմասը, որի մասին Պողոսը վկայեց։ Եվ այս բոլորի կողքին ինչքան մեծ ցավ է, որ տեսնում ենք մեր շրջապատի մեջ եղող հավատացյալներին, որոնք ժամանակին այս աթոռներն էին լցնում, որոնք ժամանակին հավատարիմ էին Տիրոջը, որոնք ժամանակին բեմի վրա էին, եկչախմբում էին եւ տարբեր ծառայությունների մեջ էին։ Իսկ հիմա ուր են, ինչ ընթացքի մեջ են, որ ճանապարհով են ընթանում։ Գաղատացիների համար կարդում ենք, որ հոգիով սկսեցին, բայց մարմնով վերջացրեցին։ Գաղատացիս 3:3։ Տիրոջ խոսքը այսպիսիներին, ովքեր որ կիսատ են թողում իրենց ճանապարհը, շատ խստությամբ է գալիս եւ այսպես է մոտենում։ Երկրորդ Պետրոս, երկրորդ գլուխ 21-22 համարներ։ Երկրորդ Պետրոս, երկրորդ գլուխ 21-22։ Վասնզի աղեք էր անոնց, որ բնավ արդարության ճամփան ճանչցած չլայն, քան թե ճանչնալե հետո ետ դառնային այն սուրբ պատվիրանքեն, որ իրենց հանձնվեցավ։ Տերը խաղ չի անում, սիրելիներ։ Տերը իր կյանքը տվեց։ Տեր Հիսուս իր կյանքը տվեց եւ այսօր պիտի հիշատակենք Տիրոջ կատարած գործը խաչափայտի վրա։ Եվ Տերը մեզանից մեր հավատարմությանն է սպասում, սակայն անոնց պատահեցավ հին ճշմարիտ առակը, որ կսե, շունը նորեն իր փսխածին կդառնա ու լվացված խոզը ցեխի մեջ թափկլտվելու։ Սա Տիրոջ խոսքն է։ Ընտրած ճանապարհը պետք է հավատարմությամբ գնալ։ Դարձյալ կարդանք Սաղմոս 101:6։ Սաղմոս 101:6։ Իմ աչքերը երկրի հավատարների վրա կլան, որպեսի ինձ հետ բնակին կատարելության ճամփու մեջ քալողը ինձի ծառայություն պիտի անե։ Տիրոջ խոսքերն են։ Իմ աչքերը հավատարիմների վրա է։ Տիրոջ աչքերը, սիրելիներ, ինձ եւ քեզ վրա է, եթե հավատարիմ ենք Տիրոջը։ Եթե շարունակում ենք մեր կյանքը հավատարմորեն
ապրել այս երկրի վրա։ Սիրելիներ, Ենովքի քայլելու ժամանակ նկատի ունենանք, որ ոչ եկեղեցի կար, ոչ Սուրբ Գիրքը կար, ոչ առաքյալները կային եւ ոչ էլ այսպիսի հավատացյալների մի բազմություն կար։ Շատ ավելի վատ պայմաններ, բայց Ենովք այս բոլորը չլինելով հանդերձ այդ չար մարդկանցով շրջապատված հավատարիմ կերպով քայլեց Տիրոջ հետ։ Եվ Ենովքի սրբության մասին ենք տեսնում Նոր Կտակարանում, որ վկայեց Հուդա առաքյալը, Հուդա 14:15 համարները, Հուդա 14:15։ Հուդա 14:15։ Անոնց համար մարգարեացավ Ենովքնալ, որ 7-րդն էր Ադամեն ու ըսավ. ահա Տերը իր բյուրավոր սուրբերովը եկավ ամենուն դատաստան ընելու ու բոլոր ամբարիշտները հանդիմանելու իրենց ըրած բոլոր ամբարիշտ գործերուն համար եւ այն բոլոր խիստ խոսքերուն համար, որոնք ամբարիշտ մեղավորները անոր դեմ խոսեցան։ Ենովքի մարգարեական խոսքերներ սա։ Նա իր աչքերի առջև ուներ Աստծո սրբության մեծ տեսիլքը եւ իր սրտի մեջ ուներ Աստծո սուրբ վախը։ Դեռ ջրհեղեղը չեղած, դեռ Սոդոմ Գոմորի կործանումը չեղած եւ դեռ հայտնության մեջ գրված Աստծո դատաստանների մասին մարգարեությունները չեղած, Ենովքը տեսնում էր Տիրոջ գալիք ահավոր դատաստանները մարդկության համար։ Եվ այսօր Աստծո վախը մեզ սրբության մեջ է պահում։ Տիրոջ վախը մարդուն իմաստուն է դարձնում, մաքուր է պահում ցանկացած միջավայրում։ Եվ Տիրոջ վախը մինչև անգամ Հովսեփին Տիրոջ առջև մաքուր պահեց։ Ինչ ասեց Հովսեփը. ես ինչպես այս մեծ չարությունը անեմ ու Աստծո դեմ մեղանչեմ։ Երբ որ Եգիպտոսում էր պետափրեսի կինը ուզում էր իր հետ լինել, ինչպես անեմ այս մեծ չարիքը եւ իմ Աստծո դեմ մեղանչեմ։ Սաղմոս 19:9-ից 11-ի այսպես են կարդում Տիրոջ երկյուղի մասին։ Սաղմոս 19:9-ից 11։ Տիրոջ վախը սուրբ է, հավիտյան կմնա։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ ու բոլորովին արդար են։ Ցանկալի են անոնք ոսկի են ու շատ փորձված ոսկի են, մեղրեն անուշ են ու խորիզխե կաթած մեղրեն։ Քու ծառատ անոնցմով կխրատվի ու զանոնք պահելուն վարձքը շատ է։ Տիրոջ վախը սուրբ է։ Ուրեմն սիրելիներ, Տերը մեզ պատվեր է տալիս, որ իր ընթացքով ընթանանք։ Եփեսացիս 5-րդ գլուխ 8 համարն էլ կարդանք, Եփեսացիս 5:8։ Քանզի թեև ատենը դուք խավար էիք, բայց հիմա լույս եք Տիրոջմով, ուստի լույսի որդիների պես քալեցեք։ Այո, մենք խավար էինք մի ժամանակ։ Մենք մթի մեջ էինք գնում, մենք լույսը չունեինք, մենք չէինք էլ կարող մինչև անգամ լույս տալ, բայց երբ որ լույսը ունեցար, երբ որ լույսը եկավ քո մեջ, երբ որ քեզ լուսավորեց, երբ որ Տիրոջ ճանապարհը ունեցար, ուրեմն Տերը ասում է, որ իր լույսով ընթացեք։ Մենք մի ժամանակ խավար էինք, բայց հիմա լույսի որդիներ, ուրեմն այսօր մեզ խոսքը կանչում է եւ պատվիրում է, որ քայլենք Տիրոջ հետ։ Այսօր քննենք մեր ճանապարհները, հավատարմությամբ բռնենք Տիրոջ ճանապարհը եւ հաստատ քայլերով շարունակենք Տիրոջ հետ ամեն օր քննելով եւ զգուշություն անելով մեր ընթացքին։
Սուրբ Գիրքը դարձյալ մեզ ասում է. «Ուստի անոր կսեպե թե հաստատուն կեցած է, թող զգուշանա, որ չլա թե իննա»։ Առաջի Կորինթացիս 10:12։ Եվ մենք էլ եկեք այսօր Սաղմոս երգողի պես հետևյալը ասենք. «Ով Տեր, քու ճամփաները ցուցուր ինձ, քու շավիղներդ ցուցուր ինձ»։ Սաղմոս 25:4։ Սաղմոս 86:11։ Սաղմոս 86:11։ Ով Տեր, սորվեցուր ինձ քու ճամփատ, որպեսի քու ճշմարտությանդ մեջ քայլեմ, միացուր իմ սիրտս, որպեսի քու անունդ վախնա։ Ուրեմն Տիրոջ վախն է, որ մեզ պիտի պահի Տիրոջ ճանապարհների մեջ։ Տիրոջ վախն է, որ մեզ պիտի հավատարիմ պահի Տիրոջ ճանապարհների մեջ։ Եվ հավատարմությամբ գնալը Տիրոջ վախով պետք է լինի։ Եթե Տիրոջ վախը վերցնենք մարդու մեջից, այլևս վերջացավ։ Այդ մարդը անբան, շատ կներեք, անասունի պես, ինչպես ուզում է, ինչ որ ուզում է, այդպես էլ անում է։ Տիրոջ վախն է, որ սրբության մեջ է պահում։ Եբրայեցիս 10:37-39 համարները։ Եբրայեցիս 10:37-39 համարներ։ Քանզի քիչ մատեն անոր գալու է, պիտի գա ու պիտի չուշանա, եւ արդարը հավատքով պիտի ապրի, ու եթե մեկը ետ քաշվի, իմ հոգիս անոր պիտի չհաճի։ Սիրելիներ, Ենովքը չտեսավ Տիրոջը, բայց քայլեց Տիրոջ հետ։ Ենովքը չսպասեց, չհասավ այդ հափշտակությանը, ինչ որ մենք ենք հիմա սպասում, բայց Տերը վերցրեց իրեն։ Բայց Տիրոջ հետ հավատարիմ կերպով քայլեց եւ այդ չար աշխարհի մեջ, հին աշխարհի մեջ քայլեց, մինչև ջրհեղեղը քայլեց։ Եվ մենք էլ այսօր շատ դժվարություններ ունենք, շատ նեղություններ ունենք, շատ տառապանքներ ունենք, բայց եկեք հավատարիմ կերպով քայլենք, որովհետև մենք էլ սպասում ենք այդ երջանիկ հույսին, այդ երջանիկ օրվան, որ Տերը շատ շուտով իր հարց եկեղեցին պիտի վերցնի իր մոտ։ Եվ ինչպես որ Ենովքը վերցվեց եւ ասում է չգտնվեցավ այլևս, ճիշտ այդպես մենք էլ հավատարիմ կերպով քայլենք Տիրոջ հետ եւ սպասենք Տիրոջ խոստումներին։ Եվ մեր վերջին համարը Եբրայեցիս 12:1-2 համարները, որ այսքան օրինակներ ունենք մեր առջև, այսքան հավատացյալների, սրբերի բազմություն ունենք մեր առջև, ինչ որ տեսանք Աստծո խոսքի մեջ, Տերը այսպես է ասում մեզ, Եբրայեցիս 12:1-2. Ուստի մենք ալ, որ այսչափ վկաների բազմությամբ շրջապատված ենք, ամեն ծանրություն մեր վրային մեկդի ձգենք եւ մեզ դյուրավ պաշարող մեղքը։ Համբերությունով վազենք մեր առջև դրված ասպարեզի ընթացքը։ Համբերությունով Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Ինչ ասես Տեր Հիսուսը, ամեն անգամ, երբ որ ճաշակեք սա, ամեն անգամ, երբ որ վերցնեք, հիշեք Քրիստոսի կատարած գործը։ Հիշեք Քրիստոսի կատարած խոստումները, տված խոստումները, որ ձեզ որբ չեմ թողելու։ Գնում եմ, նորից պիտի գամ։ Որտեղ որ ես եմ, այնտեղ էլ դուք պիտի լինեք։ Միգուցե կյանքդ անցնի, միգուցե ժամանակից շուտ մահանաս, միգուցե աչքերով այս մարմնով չկարողանաս տեսնես, բայց Տերը իր խոստումների մեջ է ասելով, ինձ հավատացողը թեև մեռնի էլ պիտի ապրի։ Ինձ հավատացողը թեև մեռնի էլ պիտի ապրի։ Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որ իր առջև կեցած ուրախությունը, իմ եւ քո փրկությունը, դա իր համար իր ուրախությունն էր,
ուրախությանը համար խաչը հանձն առավ, ամոթը արհամարեց ու Աստծո աթոռի աջ կողմը նստավ։ Ուրեմն եկեք մենք էլ Քրիստոսի համար մեր ամոթը արհամարենք, մեր ամոթը մեկ կողմ դնենք, Տիրոջ լույսով քայլենք, մարդկանց կարողանանք վկայենք եւ Տիրոջ ճանապարհով իր լույսով ընթանանք այս չար դաժան աշխարհի մեջ հավատարիմ մնալով իր խոստումներին հենված մնալով եւ Տերը իր խոստումն է տալիս կյանքի պսակը պիտի տա մեզ, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։ Թող Տերը օրհնի մեզ յուրաքանչյուրիս եւ Տերը օրհնի իր սուրբ խոսքը իր փառքի համար։ Ամեն։